Համաշխարհային բանկի նոր նախագահ ընտրելու հարցն այս անգամ վերածվում է անսովոր մի խնդրի։ Քանի որ բանկի գլխավոր նպատակը աշխարհում աղքատության դեմ պայքարն է, շատերն են ասում, որ նախագահը պետք է լինի նոր զարգացող երկրներից։ Սակայն շատերն էլ կարծում են, որ այս անգամ եւս չի խախտվի ավանդույթը եւ համաշխարհային կառույցի ղեկավար նորից կնշանակվի ամերիկացի։ Այս պաշտոնում Ռոբերտ Ցոլիքին փոխարինողի տեխնատուների անունները չեն հրապարակվելու, մինչև նրանց թիվը կրճատվի 3-ի, իսկ դա տեղի կունենա հավանաբար մարտի 23-ից հետո։ Ինչպես ասացինք, ըստ ոչ պաշտոնական համաձայնության, ինչը շատերը համարում են անարդար եւ հնացած ձև, բանկի կառավարիչ է նշանակվում ԱՄՆ-ի քաղաքացի։ Այս անգամ էլ Օբամայի վարչակազմը հայտարարել է, թե ներկայացնելու է ուժեղ տեխնացու այս պաշտոնի համար։ Ինչպես համաշխարհային բանկի ինդոնեզացի բարձր պաշտոնյա Հեկինուս Մանաուն է ասում, քանի որ այս կառույցի նպատակը աղքատությունը կրճատելն է, տեխնացուներ նշանակելու խնդիրը պետք է տրվի բանկի անդամ պետություններին։ Ընդունում եմ, որ ունենք այս հարցում թերահավատ լինելու պատճառ, բայց կարող ենք նաև լինել լավատես, ասում է նա։ Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնը նորից ամերիկացու վստահելու համար կան նաև կողմնային պատճառներ։ Օրինակ ԱՄՆ-ի կոնգրեսական համաշխարհային բանկի հանձնաժողովի համանախագահ Բեթի Մակքոլմի խոսքերով, բանկի ներկա նախագահ Ռոբերտ Ցոլիքը այնպես է բարելավել սննդամթերքի գները կայուն պահելու, հիվանդությունների եւ աղքատության դեմ պայքարելու գործին լծված հաստատությունների ֆինանսավորումը, որ բանկի հաջորդ նախագահի պաշտոնում նորից ամերիկացի ընտրելու հնարավորությունը մեծանում է։ Նա հիշեցնում է, որ ԱՄՆ-ն է հատկացնում համաշխարհային բանկի ֆոնդերի մեծ մասը եւ շեշտում, թե այս պաշտոնում ամերիկացու նշանակումը թույլ կտա, որ բյուջետային այս ծանր ժամանակահատվածում կոնգրեսը ավելի հեշտ հաստատի բանկին ամերիկյան հատկացումների ծավալները։ Կարող է արդյոք ոչ ամերիկացին համոզել ԱՄՆ-ի կոնգրեսին։ Հնարավոր է, սակայն շատ ավելի դժվար, քան ամերիկացու համար, ասում է նա։ Վերջերս իր տեխնացությունը ներկայացրեց Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի երկրագիտության հաստատության տնօրեն Ջեֆրի Սաքսը, ինչը ավելի հետաքրքիր է դարձնում մրցապայքարը, քանի որ նա, լինելով ամերիկացի, արժանացել է մի քանի այլ երկրների հավանությանը։ Ֆինանսական հարցերով մամուլի հրապարակումների համաձայն, տեխնացուների շարքում կարող է լինել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանորդ Սյուզան Ռայսը, որը ունի աֆրիկյան երկրների հետ աշխատելու փորձառություն։ Մյուս հավանական տեխնացուներից են ազգությամբ հնդիկ, սակայն ԱՄՆ-ի քաղաքացի Ինդրա Նույն, Pepsi-Cola ընկերության ղեկավարը եւ Նանդան Նիլեքանին, հնդկական Infosys տեխնոլոգիական ընկերության հիմնադիրը։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։